тебя достали, и тебе все уже надоело, тогда разбуди в себе того, кого боялся разбудить, и покажи этим долбоебам, кто ты есть на самом деле, чтоб эти суки, прижав хвосты, в следующий раз боялись даже обращаться к тебе на «вы». Удачи тебе. Աղջիկը զանգում է մորը ասում է մամ ջան գիտես չէ փեսը հետ գրեշկա ընդհանրապես չի ուտում ես չգիտեմ ինչ անեմ ասում է աղջիկ ջան դու էլ իրան նամուսով բացատրի սիրալիր որ ինչ հավեսով ես դու էդի եփել սարքել դրել դեմ ասում է ոնց ման խիետ եփում են արա Երևանից ընկերը զանգում է աբարան ընկերոջը Զանգում ասում է, ապետը ոնց է եղանակները, ինչ եղանակա բան, ասում է, դե -2, -3 ախպերը սենց էլի տատանվում է։ Ասում է, բայց սավտանում լուրերով ասում են միջև -20, 22 աստիճան հասնում է։ Ասում է, հա ախպեր էդի դուսը։ Մեկը զանգում ասում է, բժիշկ ջան, հասի զոքանչի սոցը կծել է, ասում է, այդ սավտանում սխալ տեղ է զանգել, ես անասնաբուժն եմ, ասում է, դու այդ բժիշկ ջան, կակրաս տոշնել զանգել եմ, այդ օծը մեր կարի հակաթույն սրսկի։ Ես Վարդանիկ ընկեր Մարգոյին ասում է, ընկեր Մարգո, դուք վաբշե կավիչ կերել եք, հիմար ես այդ դեբիլ ասում է, կավիչ ուտելու համար չի։ Հաջորդ օր էլի գալիս ես Վարդանիկ ասում է, անգեր Մարգո, դուք կավիչ կերել եք, արա հո դու աննորմալ չես Վարդանիկ, էլի վերնգի տեղը տապուշ հարցեր մի դու։ Արա մի օր, 2 օր, 10 օր, 20 օր ես ընկեր Մարգոն խելառում, արա ասում է, լեթում մտ կավիչ ուտեմ, տենան մտ ինչ կա էր այդ կավիճի մեջ, որ եսի գլուխը գցել է։ Լեթում կավիչ ա ուտում, գալիս է դասի, Վարդանիկ ասում է, ընկեր Մարգո, դուք կավիչ կերել եք, ասում է, հա, կերել եմ Վարդանիկ։ Ընկեր Մարգո, ոնց ես ասում դեբիլ, օ դու դեբիլ չես։ Մարդու ուրախ գալիս է տուն ծիծաղելով բանես կնիկ ասում այ մարդ չհասկացա այդ ինչ ա եղել ասում այ կնիկ որ իմանաս ինչ ա եղել ասում հա դե ասա որ իմանամ ասում այն գրածը նոր տարվա ցուցակը կորցրել եմ ասում աղջիկ կա այնքան նիհար է որ մի հատ գիլասի կորիս կուլ տա սաղ կմտածեն հղի է